Հաստատենք ժողովրդի իշխանությունը, ազգային վերածնունդ կուսակցություն, երկրորդը քվեաթերթիկում։ Հարգելի հայրենակիցներ, Արցախյան հասարակության մեջ բավականին մեծ տարածում է ստացել այն կարծիքը, ըստ որի յուրաքանչյուր նոր իշխանություն փորձելու է օգտագործել իր դիրքն ու պաշտոնը սեփական կամ նեխմբակային շահերը բավարարելու համար։ Շփվելով հասարակության տարբեր շրջանակների ներկայացնող մարդկանց հետ, հաճախ կարելի է լսել ով էլ լինի այսպես է լինելու ցավալի եւ ժողովրդի հուսալոքության աստիճանը ցույց տվող արտահայտությունը։ Այդ տեսակետի տարածված լինելը պայմանավորվում է նրանով, որ Արցախում թեև ժամանակ կատարվում է իշխանությունների հերթափոխ, բայց պահպանվում է հին կառուցակարգային դասավորվածությունը։ Եվ բնական է, որ իշխանության ճյուղերի իրական բաժանման եւ փոխադարձ վերահսկողության, ինչպես նաեւ հասարակության կողմից իշխանությունների վերահսկող մեխանիզմների բացակայության պայմաններում նույնիսկ ամենաազնիվ ու բարոյական վեհ արժեքներ դավանող կուսակցություններն ու գործիչները կարող են հարապուրվել ընձեռված գրեթե անսահմանափակ հնարավորություններով եւ դառնալու համակարգի զոհ, հետին պլան մղել ազգային շահերի առաջնայնության սկզբունքը։ Ազգային վերածնունդ կուսակցությունը համոզված է, որ իշխանությունների արդյունավետության մակարդակը կախված է հասարակության ինքնակազմակերպման մակարդակից։ Ինչքան ուժեղ է հասարակությունը, այնքան արդյունավետ է իշխանությունների կողմից իրականացվող կառավարումը, բարձր է վստահության մակարդակը եւ հնարավոր արդար համակարգի ներդնումը։ Հասարակության ուժեղացման տեսանկյունից ազգային վերածնունդ կուսակցությունը կարևորում է քաղաքական բազմակարծությունը, մարդու ազատ արտահայտման եւ մնացած բոլոր իրավունքների պահպանությունը, ընտրությունների միջոցով սեփական իշխանություններ ձևավորելու եւ այն փոխելու ժողովրդի ունակությունը, անկախ եւ ուժեղ լրատվամիջոցների առկայությունը, քաղաքացիական հասարակության տարբեր կառույցների ակտիվ գործունեությունը, այդ թվում աշխատավորների շահերի պաշտպանությունը արհմիությունների գործուն համակարգի միջոցով։ Ազգային վերածնունդ կուսակցության համար արդարադատության կայացած համակարգն առանցքային նշանակություն ունի։ Անկախ դատարանները բարձրացնում են վստահության մակարդակը հասարակության մեջ։ Կարևոր նախապայման են տնտեսության մեջ ներդրումներ ներգրավելու, հետևաբար տնտեսական աճի համար։ Ազգային վերածնունդ կուսակցության համար մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքները եւ ազատությունները բացարձակ արժեք են։ Մեր երկրի հզորությունը պայմանավորված է Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանվածության մակարդակից։ Ինչքան պաշտպանված են բնակիչների իրավունքները, այնքան նրանք իրենց վստահ են զգում երկրի զարգացմանը մասնակցելու տեսանկյունից։ Սիրելի հայրենակիցներ, ազգային վերածնունդ կուսակցությունը նպատակ է դրել երկրում համակարգ եւ մթնոլորտ փոխել, վերացնել հասարակության մեջ տիրող վախի մթնոլորտը, ձևավորել կառավարման նոր տրամաբանություն, ունենալ ուժեղ հասարակություն եւ հզոր պետություն։ Այս նպատակներին մենք կարող ենք հասնել միայն ձեր աջակցությամբ։ Հաստատենք ժողովրդի իշխանությունը, ազգային վերածնունդ կուսակցություն, երկրորդը քվեաթերթիկում։